Իշխանությունն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն, պատերազմ կլինի, այսինքն հիմա Փաշինյանի իշխանության պահպանումը դուրս է գալիս Ալիևի սրտով է։ Բայրամարտն է, ոնց սրտով չեղնի։ Բայրամարտն է, չէ։ Վերջը զիջումներն որ կենե պրոստը տակ չէ։ Դա իրանց է լավ ֆինանսական օգնություն կա, չէ, ԿՊԻ-ի սնկ բյուջեն եւ այլն, ուրդից կուկա ինչքան փող եւ այլն, հեչ մարդ չգիտե, չէ։ Դուք գիտեք։ Իսկ պատերազմ կլինի։ Ես ինչ գիտեմ, պատերազմ կլինի, թե չի լինի։ Հենց այդ որ ղեկավարը պետք է պատերազմ չլինի, բայց ոչ թե զիջումների գնով չլինի։ Մեկ է այդ զիջումները չեք լսում, թուրքերը ժողովներ կենեն Օրդուբադ թե որտեղ է, ինչ է վերադարձ Արևմտյան Ադրբեջան։ Չեք լսում։ Ոնց չեք լսում, բան չկա։ Եզրակացություն չկա։ Կրնա մարդու մտք ցանցել էլի։ Իսկ Ալիևի սրտով է, որ մեր վարչապետը Փաշինյանն է ընտրվել։ Ոնց գցվա հակուդան կարն իրանց է։ Չէ, ուդան կարն ոնց գցվա։ Մի անգամ մի խելացի բան Լուկաշենկոն ասավ այ մարդ Ալիևին ընտրեք դերձեք։ Դուք չտեսաք Ալիև Բաքվի քեփուրաղությունը Փաշինյանը վերընտրվեց։ Մեկ ազգան որ Փաշայով սկսվի, այսը Թուրքիա արմատը մեջն է։ Իսկ պատերազմ կլինի։ Պատերազմ եթե ամեն ինչ տաս, ինչ ուզում են, ոչ մի բան չմերժես, չի լինի։ Եթե քոնը պահում ես, պետք է լինի։ Ինչքան շատ խուսափես, այնքան շուտ կլինի։ Իսկ Ալիևի սրտով է հիմա որ։ Այո, նա շարժվում է Ալիևով եւ Էրդողանով։ Ալիևի սրտով է, որտեղ Ալիևը այնպեսի բան շահեց, որ երազում չէր պատկերացնի։ Ղարաբաղը բնությունը վերցնի, ժողովրդին դադարի։ Այդպեսի բան չէր սովետը տվել է, որ ժողովրդով Ադրբեջանը կարող է պահել Ղարաբաղը, Հայաստանը չի կարող, աղքատ է, Ադրբեջանը հարուստ է, ժողովրդն էլ հետն է տվել, ժողովրդին պահել, որ նվեր չէ տվել։ Իսկ Նիկոլը նվեր է տվել, այդքան զոհ տվեց, 4-5,000 զինվոր մահացան, հայրենիքը տվեց, ծախեց, թավաջանեց, տվեց Ադրբեջանին, ստեղ հələ դոմիկի մեջ են երկրաշարժից մարդիկ, 100,000 մարդ նորից եկավ, որ ստեղ բոլորին բնակարան տա, նորից ավելցան էլի, էլ ինչ եղնի, ինքնոր չեղնի, ոչ մեկ մտնից պատերազմ չի անցկացնի, ինքը դա այդպես է ասում, որ իր ատորը մնա, ում է խապում, ում է հիմա այդտեղ տանում, այդ միլիոններով տալիս է, Ադրբեջանը այդ միլիոնները տալիս է ուժեղանում է, զենք է գնում, հիմի մենք Ադրբեջանին չենք հասնի զենքով, իր միլիարդների զենք կուդագ է, Հայաստանը ինչքան էլ ունենա, չի հասնի, ասում է, հագարտից ազատիլ եմ Հայաստանը, դու ինչ կուզեն տվել ես իրանց բամեր շատ, ինչ հագարտ, հիմարը տեղ է տենում, լեզուն, աշխարը չունի։ Մի չեմ հասկանում էլի, մտավախություն կար, իրոք ճիշտ է, որ դիկան, չեմ կարծում, որ 300,000 միանգամից կանլեցվին մեր գլխին, բայց կամաց գալիս են։ Այդ սխալ է, արդայրվել։ Այդ սխալ է։ Ինչի պիտի պատերազմ լինի։ Ինչ կարևոր է թե ով կընտրվի։ Բնականաբար Ալիևի ցուցումով է աշխատում ինքը։ Բոլորիս էլ ակնհայտ է, որ ինքը աշխատում է այլ պետությունների կառավարման միջոցով։ Ինչու համար։ Մենք ընտրությունները մեր երկրինն է, ուրեմն մենք պետք է պատասխանը տանք։ Ինչի է բերել երրորդ երկրներ, Ամերիկա, Ֆրանսիա, չգիտես ինչի համար։ Իրանց միջամտությունը տեղին չէ։ Հիմա ասում է Ռուսաստան չի խառնվի, ինչու պետք է խառնվի։ Ռուսաստանն ասեց առաջ անգամ որ ընտրվել է Փաշինյանը, իր վրա են մեղքը գտել, թե ինքն է բաները միջամտել։
Իսկ այս անգամ пասիվ է մնացել Ռուսաստանը։ Հիմա ինքն է ընտրվել, ինչ եք կարծում, պատերազմ լինելու է։ Եթե ինքը հեռանա, ոչ մի պատերազմ չի լինելու։ Մենք ուժեղ պետություն ենք, մենք փոքր ենք, բայց շատ ուժեղ ենք։ Ունենք ուժեղ մարդիկ, կառավարեն ամեն ինչ նորմալ ձևով եւ պատերազմը չի լինելու, բայց իր ժամանակ։ Այն մարդն է խոսում, որ երկու անգամ պատերազմ է բերել Հայաստանից գլխին։ Ուրա մեր երեխաները։ Ու պատասխան տվող չկա։ Շատ հանգիստ են իրանք։ Իրանք մեղավոր չեն, նախկիններն են մեղավոր։ Ավելացնեմ, որ ինքն էլ է նախկին։ Եթե ինքը լավ մտածի, ինքն էլ է նախկին։ Իսկ ով լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք, որ տեր կկանգնի մեր երկրին։ Ճիշտն ասած չգիտեմ, կոնկրետ ով պետք է լինի, բայց ոչ ներկայիս իշխանությունը։ Գիտեք ինչի մեկվա ներկայիս իշխանությունը մեզ տանում է լրիվ կործանման, ես պատկերացնում եմ, որ Հայաստանը կկործանվի, եթե ներկայիս իշխանությունը մնա։ Լավ, ով պետք է լինի մեր երկրի ղեկավարը, որ նման Միակ ղեկավարը, ուրեմն իմ կարծիքս անձնական, որ կրար Հայաստանը իրոք ցավար Հայաստանի մայր, ինքը փրկել կգալուց բարգավաճում, Կարեն Սերոպիշներ Տեմիրճյանը, Խելացի, Հետ։ գրագետ, ինտելեկտոր։ Բարի մարդ եղնի ու հզոր եղնի։ Ժողովրդի համար կայնած եղնի։ Դա ամենակարևորը։ Ով պետք է լինի այս երկրի ղեկավարը, որ կարելի է մեր երկիրը ոտի կանգնացնի կամ Սպասեք լավորման կարող է կար։ Հայ խելացի մարդ։ Ցանկացած մարդու հնարավորություն ունի փորձում է ինչ-որ փոգել տանել, այդ ղեկավարը շատ պետք է իր փայը փոգել։ Խոսքի Ամերիկայում կամ Կանադայում, Եվրոպայի ցանկացած երկրում, որ իր ժողովրդի երկրի դեմը անում։ Դրանց կնստեցնեն էլեկտրական աթորի։ Մեկ նստեցնում ենք պրեզիդենտական աթորի։ Մեզ հետ ինչ էլ անեն տեղն ունեն։ Պարզապես կահանգես Նիկոլին։ Կարասը խելացի ղեկավարը։ Պատերազմ անցած գեներալ, որ ասենք որ Նիկոլիտակը չի պարտում։ Ցանկանում եմ լինի անգրագետ մարդը վտանգավոր չէ։ Վտանգավոր է մարդը, որը գրագետ է, բայց անգրագետ է Նիկոլ Փաշինյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Լինի գրագետ, հայասեր, հայրենիք սիրող, հայոց լեզու սիրող, հայոց եկեղեցի սիրող եւ հայոց հող սիրող։ Ոչ Նիկոլը։ Մենք մեր ժողովուրդով պետք է եղնենք, որ լավ հզոր եղնենք, դավաճան պետք է չեղնի միշները։ Շատ հզոր, լավ մարդ է պետք, որոնք հիմա չկան, համարյա թե գրեթե չկան։ Խելքով մարդ։ Խելոք մարդ։ Խելացի մարդ եղնի, շատ գիտեմ, ով կուզե եղնի։ Մենակ խելացի մարդ է։ Այն մարդը, ով կարող է տիրապետել երկրի կարգուկանոնին, կարողանա հաստատել համերաշխություն։ Այն մարդը, ով որ կարող է։ Ժողովուրդը պետք է վախենա երկրի ղեկավարից։ Հա վախեցած է մեր ժողովուրդը։ Վախեցած չեն։ Մենք չի կարան վախենալ։ Քոչարյան Ռոբերտ, ուրիշ ոչ։ Ես ինչ գիտեմ։ Ոնց է։ Նիկոլը չեղնի, որ կուզեմ։ Բան չէ Նիկոլը չեղնի։ Որտեվ հիմար մարդ է։ Հոգեգան հիվանդ։ Ընտրություններին մասնակցել։ Հարաբաղը տարդգեց։ Հարաբաղը տարդգեց։ Ոչ մի դարե հայրենիք եղել է Ղարաբաղցուց։ Ոչ թե առանցին։ Տարդգեց տվեց նվեր։ Մի բանը պետք է տա այդ ճամպեր։ Հետո սահմանադրությունը Ալիևը թելադրել է, պետք է փոխի։ Արադ լերի անունը պետք է չտանք մենք, իրավունք չունենք։ Ուքսեև ենք դες թաժա Հայաստան եմ սարքի երջանիկ։ Մեր ժողովուրդը չի հասկնա, որ երջանիկ Հայաստան եմ սարքի։ Հոգեգան հիվանդ։